Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում չլուծված հիմնական հարցերից մեկը վերաբերում է Դոնեցկի շրջանի վերահսկողությանը։ What they're literally fighting over now is about 30 to 50 kilometer space in the 20% of the Donetsk region that remains. Երեգերական Fox News-ին տված հարցազրույցում պետքարտուղարը պնդել է, թե Ուկրաինան եւ Ռուսաստանը ներկայումս զբաղացիորեն կռվում են Դոնեցկի շրջանի 30-ից 50 կիլոմետրի համար, որը վերահսկվում է Ուկրաինայի կողմից։ Ռուբիոյի խոսքով սա Դոնեցկի ընդհանուր տարածքի 20%-ն է, մնացած 80%-ն արդեն անցել է Ռուսաստանի վերահսկողությանը։ Միաժամանակ պետքարտուղարը պնդել է, թե 3 Կրեմլում տեղի ունեցած բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել։ Միացյալ Նահանգները հույս ունի, որ փոխզիջումը թույլ կտա ուկրաինացիներին ոչ միայն վերականգնել իրենց տնտեսությունը, այլև բարգավաճել որպես երկիր, ասել է նա, չմանրամասնելով, թե Վաշինգտոնը անվտանգության ինչ երաշխիքներ է պատրաստ տրամադրել։ Մինչ այդ արդեն 4-րդ տարին շարունակվող պատերազմում Ռուսաստանը հերթական առաջխաղացումն է արձանագրել։ Reuters-ը հաստատել է ավելի վաղ տարածված տեսանյութը, որի համաձայն ռուսական դրոշ է տեղադրվել Ուկրաինայի համար ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկ քաղաքի մուտքի մոտ։ Եվրահանձնաժողովը Ռուսաստանի կենտրոնական բանկի սառեցված ակտիվները օգտագործելու փաթեթ է ներկայացրել, որը նախատեսում է նաև այդ գումարները որպես վարկ տրամադրել Ուկրաինային։ Բելգիան, որտեղ պահվում է ռուսական շուրջ 140 միլիարդ եվրո ակտիվների մեծ մասը, քննադատել է առաջարկը։ Անընդունելի է օգտագործել այդ գումարը եւ մեզ մենակ թողնել ռիսկերի առջև, ասել է արտգործնախարար Մաքսիմ Պրևոն։ It is not acceptable to use the money and leave us alone facing the risks. We have listened very carefully to Belgium's concerns and we have taken almost all of them into account. Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայնը սակայն պնդել է, թե Բրյուսելի մտահոգությունները մեծամասամբ հաշվի են առնվել եւ միությունը պատրաստ է երաշխիքներ տալ եւ աջակցել, եթե Ռուսաստանը հայց ներկայացնի միջազգային դատարան։ Ուժի մեջ մտնելու համար որոշումը պետք է հավանության արժանանա միության անդամ երկրների առաջնորդների կողմից։ Ակնկալվում է, որ քննարկումը տեղի կունենա մինչև այս տարեվերջ։ Հունգարիայի համար անընդունելի է մինչև 2027-ի վերջը ռուսական էներգակիրների ներմուծումը փուլ առ փուլ դադարեցնելու Եվրամիության որոշումը։ Դա վտանգում է մեր երկրի էներգետիկ անվտանգությունը, հայտարարել է երկրի արտգործնախարարը։ Այսօր ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել էր, թե միության երկրներին հաջողվել է նոր դարաշրջան բացել, ապահովելով Եվրոպայի լիակատար էներգետիկ անկախությունը Ռուսաստանից։ Today is indeed a historic day for our union. Որոշումն ընդունվել է միության անդամ երկրների ձայների մեծամասնությամբ, չնայած Հունգարիայի եւ Սլովակիայի ընդդիմությանը, որոնք մինչ օրս շարունակում են գազը ստանալ Ռուսաստանից։ Կրեմլը հայտարարել է, թե այդ որոշմամբ Եվրոպան միայն իրեն է վնասում, զրկվելով էժան վառելիքից։ Հունգարիայի արտգործնախարարը մինչ այդ տեղեկացրել է, որ որոշման վերջնական հաստատումից հետո Բուդապեշտն ու Բրատիսլավան դրա դեմ դատական գործընթաց կսկսեն Եվրամիության արդարադատության դատարանում։ Եվրատեսիլի կազմակերպիչները վաղը կքվեարկեն, կարող է արդյոք Իսրայելը հաջորդ տարի երգի այս մրցույթին մասնակցել։ Հարցը դրել են Սլովենիայի, Իռլանդիայի, Իսպանիայի եւ Նիդերլանդների հանրային հեռարձակողները Գազայի դեմ Իսրայելի ռազմական գործողություններից հետո։ Բացի այդ, օրակարգում են մրցույթի անցկացման նոր կանոնները, որոնց նպատակն է թույլ չտալ այս կամ այն երկրի կառավարությանը ազդել քվեարկողների որոշման վրա։ Խնդիրը ծագել է անցած տարվա մրցույթից հետո, որտեղ Իսրայելից մասնակցում էր Համասի հարձակումից մազապուրծ եղած Յուվալ Ռաֆայելը։ Մի խումբ եվրոպական երկրներ սպառնացել են դուրս գալ մրցույթից, եթե Իսրայելը շարունակի մասնակցել։ Մյուսներն էլ պատրաստ են դադարեցնել իրենց անդամակցությունը, եթե նման որոշում կայացվի։